Հովո մակնիշի 15 աղբատարներն արդեն մայրաքաղաքում են։ Տեղ զնում անցնելուց եւ ապա պայմանագիր կնքելուց հետո մոտ 10 օրից աշխատանքի մեջ կլինեն։ Տիգրան Ավինյանը շեշտեց, փաստացի ամեն տարի պարկը որոշ չափով թարմացնում են։ Վստահ եմ, որ այս ավտոմեքենաները, այս աղբատարները մեր քաղաքին լավ կծառայեն։ Մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի պաշտոնակատարը հայտնեց, որ կառավարության ֆինանսավորմամբ ստացել են 8 տեխնիկական գնացքների անվազույգեր։ Սա վերջին 30 տարում առաջին նման ձեռքբերումն է։ Քաղաքապետն անդրադարձավ դպրոցներում բջջային հեռախոսների արգելքի հնարավորությանը։ Ավինյանը խնդրեց հանրակրթության վարչության պետին ներկայացնել առաջարկ, որը կօգնի խուսափել դասապրոցեսի շեղվելուց եւ բոլոր բացասական հետևանքներից։ Ինչ ենք առաջարկում այս համատեքստում առաջինից 6-րդ դասարանցի սովորողներին բացարձակապես թույլ չտալ դասապրոցեսի, միջոցառումների, դասամիջոցների ժամանակ իրենց մոտ ունենալ միացված հեռախոսներ, առանձին դեպքերում, երբ երեխան ստիպված պետք է բերի հեռախոսը դպրոց, այն դասերի սկզբին կհանձնվի դասղեկին, համապատասխան պահման վայրում կլինի եւ միայն դասերի ավարտից հետո թույլ կտրվի վերցնել։ Իսկ 7-ից 12-րդ դասարանցիների համար առաջարկվում է սահմանափակումներով օգտագործում, ընդ որում խոսքը միայն հեռախոսների մասին չի, պլանշետների, խելացի ժամացույցների, բոլոր սարքավորումների մասին է, խիստ սահմանափակումներ բացառապես կրթական նպատակներով եւ ուսուցչի հրահանգով եւ վերահսկողությամբ։ Դա կարող է շաբաթական 1-2 անգամ տեղի ունենալ։ Առաջարկվում է բոլոր դպրոցներում այս սահմանափակումներն առաջարկել, ապահովելով իրավական հիմքերը, մասնավորապես դպրոցի ներքին կարգապահական կանոններում ամրագրել, իրազեկել սովորողներին, ծնողներին, հստակեցնել, թե ինչ հետևանք տեղի կունենա երեխայի մոտ հեռախոսի հայտնաբերումը։ Ես առաջարկում եմ ամեն դեպքում ուղարկել կարծիքի առաջին հերթին, միայն ստանալ կարծիքները, ամփոփել կարծիքները եւ արդեն վերջնական լուծումները առաջարկել բոլորին։ Ես վստահ եմ, որ իհարկե դպրոցականները սկզբում որոշակիորեն մի փոքր կնդվզեն այս մեր որոշմանը, բայց կրթության որակի վրա, նրանց առօրյայի, նրանց նույնիսկ երջանկության վրա վստահորեն այս արգելքները դրականորեն են ազդելու։ Ներկայացվեց նաև էլեկտրական 18 մետրանոց 250 ավտոբուսի ձեռքբերման աշխատանքների ընթացքը։ Ծրագրի ամբողջական ֆինանսական փաթեթը մոտ 98 միլիարդ դրամ է։ Այն նախատեսվում է իրականացնել միջազգային վարկային ֆինանսավորմամբ։ Քաղաքապետը նշեց, սա Երևանի տրանսպորտի շարժակազմի ամբողջական եւ վերջնական համալրման ռազմավարական ծրագրի վերջնական փուլն է։ Մենք դրանից հետո գրեթե ունենք միայն խնդիր թարմացման, որովհետև այս 250 18 մետրանոց ավտոբուսներն են, որ պակասում են, որոնք պետք է գան փոխարինելու նախկին մեր հիգերներին եւ ինչպես նաեւ այդ նոր Gazelle City մեր միկրոավտոբուսներին, որոնք որ պարբերաբար նաեւ տեխնիկական խնդիրներ են ունենում։ Եվ սրանով մենք ոչ միայն լուծում ենք մեր հանրային տրանսպորտի, մասնավորապես ավտոբուսների շարժակազմի ամբողջական հարցը, այլ նաև լուծում ենք որոշակիորեն օդի աղտոտվածության խնդիր եւ 250 էլեկտրական ավտոբուսները իրենք 0 ազդեցություն ունեն օդի որակի վրա։ Ներկայացվեց օդի որակի բարելավման քառամյա ծրագրի ընթացքը։ Երևանում գործում է 14 հանքավայր, որոնք մոտ են բնակելի տարածքներին եւ բնակիչների համար առաջացնում են անհարմարություններ փոշու եւ աղմուկի տեսքով։ Ընդ որում Երևանից դուրս տեղակայված որոշ հանքեր եւս ազդում են մայրաքաղաքում օդի աղտոտվածության վրա։ Առաջիկայում աշխատելու են, որ փոշեճնշիչ սարքերի իրականացում, փոշու արտանետումը չափող օդի սարքերի տեղադրում պարտադրվի նաեւ հանքերում։ Միանշանակ նմանատիպ կարգավորում պետք է, որպեսզի մենք կարողանանք տեսնել օդի որակը հենց հանքարդյունաբերության կիզակետում, ինչպես հիմա տեսնում ենք մեր խոշոր շինարարական բոլոր օբյեկտներում Երևան քաղաքի, գրեթե բոլոր օբյեկտներում մոտ 160 սարքեր են տեղադրված ամբողջ Երևան քաղաքով մեկ։ Քառամյա ծրագիրը պետք է կենտրոնացված լինի առաջին հերթին ձմեռային շրջանի վրա, ընդգծեց քաղաքապետը, հավելելով, որ սարքերի ցուցանիշները ցույց են տալիս, որ օդի որակը վատթարանում է ավելի ցուրտ ամիսներին։ Հասկանանք ինչ ծրագրեր կան, որոնք որ ուղղված են հենց այդ ամիսներին օդի որակը բարելավելու։ Պատճառը մեզ հայտնի է, դա օդի ինվերսիան է, այսինքն այն, որ եթե շատ պարզ ասեմ, օդ չի շրջանառվում, կանգնած է, հետևաբար արտանետումները բոլոր պահվում են, Եկեք ուրեմն մեր արտանետումների լավագույն քառյակը հասկանանք կամ վատագույն քառյակը հասկանանք ու սկսենք հասկանալ այդ վատագույն քառյակի եւ հնգյակի հետ ինչ ենք անում։
Քաղաքապետին զեկուցվեց նաև, որ աշխարհի բոլոր հարթակներում, որտեղ օդի աղտոտվածությունը ներկայացվում է, Երևանի սենսորների տվյալներն առկա են։ Նիկոլայ Ավետիսյան, լուրեր։